Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Հանրապետական շտաբ բուժօգնության Գյումրու ենթակայանի բրիգադի բժիշկ Գագիկ Սաֆարյանին։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը հերթական անգամ ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերելու համար։ Նախ խոսենք շտաբ օգնության աշխատանքից, ծանրաբեռնվածությունը այսօր ինչպիսին է։ Ծանրաբեռնվածությունը շատ է, բավականին։ Կանչերի առումով կարող եմ ասել 25-30 կանչ օրվա մեջ, հա, ու կանչի պացիենտները, հա, բուժառուները բավականին լուրջ կանչեր են իրականում, ծանր պացիենտներ են, հիվանդության տեսանկյունից, հա, կարող եմ ասել, ու բավականին լարվածությունը ավելի շատ է այս վերջի մի քանի ամիսների ընթացքում։ Ու հասնում ենք այսպես, ճիշտ է, մի քիչ ուշացումներ կարող են լինել կանչերի ծանրաբեռնվածության առումով, բայց ընդհանուր հասնում ենք, բոլոր բուժառուներին սպասարկում ենք եւ ամեն ինչ նորմալ է։ Այ հատկապես վերջին ամիսների ծանրաբեռնվածությունը ինչով է պայմանավորված։ Ինչ-որ հիվանդությունների կտրուկ աճ է նկատվում, թե ինչպես։ Պայմանավորված է եղանակային փոփոխություններով, հիմնական սիրտանոթային հիվանդություններ ունեցող բուժառուների թիվն է շատացել, այդ թվում սրտամկանի սուր ինֆարկտները ու չհսկված արգելակային ճնշումները, չհսկված առումով կարող եմ ասել, որ երբ որ բուժառուները չգիտեմ, ինչ պատճառներով չեն չափում իրենց ճնշումը, արգելակային ճնշումը կամ պոլիկլինիկաներ չեն դիմում, ըստ երևույթին ունենում են բարձր արգելակային ճնշում եւ այդ արգելակային ճնշման պատճառով ունենում են սրտանոթային պատահարներ, հա, այսպես ասած, սրտամկանի օրինակ սուր ինֆարկտն է, որի կապակցությամբ դիմում են շտաբ բուժօգնության կայանին։ Այսպես ասած, կամակոր բուժառուներ ունենում ենք, օրինակ, հա, երբ գնացել եք կանչ եւ այլն, ասում եք, որ պետք է դիմել ստացիոնար բուժման, նրանք հրաժարվում են։ Այո, ունենում ենք, բայց այդպես շատ չի, երբ որ նախ պետք է բացատրենք, թե ինչի համար ենք տեղափոխում պացիենտին, հա, առաջարկում, մանրամասն երբ որ բացատրվում է հիվանդին արդեն պատճառը տեղափոխման, բուժառուները համաձայնվում են, նաև հարազատներն են համաձայնում, ճիշտ է, կան այդպիսի դեպքեր, որոնք որ չեն համաձայնվում, ճիշտ է, հրաժարականները ստորագրում ենք, բայց միևնույնն է, մինչև կանչից դուրս գալն էլ ասում ենք պացիենտին, որ պետքա տեղափոխենք ստացիոնար, բայց հիմնական երբ որ առաջարկում ենք ստացիոնար տեղափոխվել, նրանք համաձայնվում են։ Նաև պայմանավորված ապահովագրության հետ կապված, որ արդեն ֆինանսական բեռը, այսպես ասած, քչանում է պացիենտների հետ կապված, իրենք ավելի շատ համաձայնությունը ավելի շուտ են տալիս, հա, այսպես ասած, որ ունեն պացիենտների ապահովագրություն, այդ ամեն ինչը պետպատվերի շրջանակում է արդեն լինում, ստացիոնար պայմաններում իհարկե, ու այդպես է, դեռ շատ խնդիրներ չեն փախվել, էլի, որ տեղափոխում առաջարկենք ու հրաժարվում, այդպես շատ քիչ է եղել, այսպես ասած։ Ձեր խոսքից ես հասկացա, որ առողջապահության համակարգի այդ ներդրումը, որը կատարվել է, հա, ապահովագրության, բավականին լուրջ ազդեցություն է թողել բուժառուների վրա։ Այո, միանշանակ, մինչև էս որ բուժառուները օրինակ պետքա գնային մեկ հետազոտության եւ ֆինանսապես վիճակի չէին ու իրենք արտոնություն չունեին, այսպես ասած սոցիալաբով խմբերին չէին պատկանում կամ ապահովագրություն չունեին, այդ 65 պլյուսների մասին է խոսքը, 65 տարեկան եւ ավելիների, հիմա արդեն հանգիստ գնում են տվյալ հետազոտությունների, բոլորովին անվճար անցնում են ու նաեւ թեորիկային առումով ես կարող եմ ասել, որ թեորիկի հետ կապված ցանկը բավականին ընդլայնվել է ու թեորիկները ստանում են բուժառուները լրիվ անվճար ու նաև կա համավճարի տարբերակ, որ բավականին շատ քիչ են վճարում, հա, այդ թեորիկի համար պետությունը տալիս է մասը, մնացած մասը բուժառուները, բայց շատ քիչ են վճարում։ Այսպես ասած, բուժառուները ավելի հսկված են լինում ու իրենք խմում են այդ թեորիկը, չմտածելով, որ իրենք կգնեն, այսպես ասած, ֆինանսական բեռի տակ։ Իրենք մտածում են, որ ավելի լավ է գումարը ծախսենք այս
մի այլ բանի վրա, հա, բայց այս պարագայում արդեն բուժառուն, այսպես ասած, ֆինանսական բեռի տակ չի գնում ու ինքը առողջության հետ կապված միշտ հսկվում է ու այս վերջում արդեն թիմելությունը պոլիկլինիկայում շատացել է իրենց առողջական վիճակի բոլոր ուզում են որ հսկվեն ու այդ տեղորայքի հետ կապված պացիենտներ կային որ ելի եմ ասում այդ պրեպարատ օրինակ ֆինանսապես չէին կարողանում գնել, բայց հիմա արդեն իրենց հասանելի է եւ իրենք խմում են այդ տեղորայքները ու բավականին լավ է դա առումով։ Հետազոտությունների առումով էլ հիմնական բոլոր հետազոտությունները անվճար են, հա, կան այդ հետազոտությունները, նաև նեղմասնագետների խորհրդատվությունները բոլոր ապահովագրության շրջանակներում ասում են պացիենտները ու բավականին ողջունելի է այդ ապահովագրությունը, որ այսպեսի համակարգ ներդրվեց ու բուժառուները այսպես ասած հսկվում են եւ հետագա բարդությունները, պատահարների այդ առողջական հիվանդությունների հետ կապված պատահարներ շատ քիչ են ունենում։ Այսինքն փաստորեն նախկինում բուժառուները երբ չէին դիմում բժշկի, դա ոչ թե զլանում էին կամ ալարում էին, այլ կոնկրետ ֆինանսական խնդիրներ պատճառը։ Հիմնական պատճառը ֆինանսական խնդիրն էր, բայց կան մարդիկ, որոնք որ զլանում են, այսպես ասած, հա, ձեր ասացի նման դիմեն տեղամասային պոլիկլինիկա կամ ստացիոնար, բայց հիմա արդեն այդ վիճակը արդեն քիչ-քիչ անցնում է, որ բուժառուները պետք է կան դիմեն տեղամասային պոլիկլինիկա ու չմտածելով մնացած հետագա հետազոտությունների ֆինանսի ներդրումը, այսպես ասած, վճարումը, հա, իհարկե պոլիկլինիկ օղակում այդ ամեն ինչը անվճար է արվում այդ պատվերի շրջանակներում, բայց երբ որ արդեն մենք ընտանեկան բժիշկներս ուզում ենք հետազոտություններ, որը այն ժամանակ վճարովի էր, հիմա արդեն այդ ամեն ինչը անվճարի շրջանակում է կատարվում։ Վերադառնանք կրկին շտապ բուժօգնության կանչերին, բացի այդ սրտամկանի սուր ինֆարկտի, հա, եւ զարկերակային գերճնշման հետ կապված զանգերից, էլ ինչ հաճախ հանդիպող հիվանդությունների դեպքում են դիմում շտապ օգնություն։ Ջերմություններն են հիմնական վերնշնչուղիների վարակները, աղեստամոքսային տրակտի խանգարում ունեցող խնդիրներն են հիմնականը ու այդպես շատ են հիմնական կարճերը ու տարբեր կանչեր են, տրավմաներն են, վնասվածքներ ստացած պացիենտներն են, այդպես շատ են կանչերը, բավականին ու տարբեր կանչեր են, հասնում ենք միանշանակ առաջին բուժօգնությունը տրամադրվում է հիվանդներին, երբ էլի եմ ասում ստացիոնար տեղափոխում, երբ որ կա առաջարկումը, երբ որ չէ բուժառուին թողնում ենք տանը հետագա զգուշացումները անելով, այսինքն պետքա գնա դիմի բժշկի կամ պացիենտներ, որոնք որ տեղորայքը չեն խմել, այդ օրը մոռացել էին, բայց կտրուկ բարձրացում են ունենում օրինակ զարկերակային ճնշման, այդպես բացատրում ենք խորհուրդները տալիս ենք, դուրս ենք գալիս, իհարկե առաջ բուժօգնություն կատարելուց հետո։ Ձեր խոսքից, քանի որ պատասխանի սկզբում նշեցիք սուր շնչառական վարակները, կարող ենք ենթադրել, որ այս ընթացքում եւս այդ վարակների ցուցանիշի բարձրացում ունենք։ Այո, ունենք սուր շնչական վարակով պացիենտների թիվ, հոսքը պոլիկլինիկայում շատ է, թոքաբորբերը շատ են պոլիկլինիկայում եւ հիմնականը ստացիոնարներ շատ քիչ են գնում, որովհետեւ պոլիկլինիկայում մենք հսկում ենք այդ բուժառուներին եւ ամեն ինչ նորմալ է։ Մենակ ուղարկում ենք այն պարագայում, երբ որ ունենք սուր շնչական անբավարարություն կամ այլ օրգանների ախտահարումներ կան, օրինակ քրոնիկ ենթադրենք սրտային անբավարարություն ունեցող պացիենտ է կամ ինֆարկտ տարած պացիենտ կամ շաքարային դիաբետ ունեցող ու գումարվել է թոքաբորբ, օրինակ երկկողմանի ու ունենք շնչական անբավարարություն, այդ պարագայում ուղարկում ենք միանշանակ ստացիոնար, որպեսզի հսկվի բուժառուն իրեն սրտաբանի կողմից, թոքաբանի կողմից ու մնացած այլ մասնագետների կողմից ու նաև
հետազոտությունների սպեկտրը ավելի ստացիոնարում շատ է, հա, ու այդ բանի եթե բուժառուն կանգատ է ունենում, միանգամից հետազոտությունները կազմակերպվում է։ Իսկ այս պարագայում, պոլիկլինիկ պարագայում մենք նայում ենք բուժառուին, ճիշտ է դեղորայքը գրվում է միանշանակ ես 24/7 ռեժիմով հասանելի եմ իմ բուժառուների համար, բայց ամենայն դեպս, երբ որ տեսնում եմ, որ բուժառուն ստացիոնարի է, միանշանակ ստացիոնարում է սկվում։ Լինում են այնպիսի կանչեր, երբ օրինակ հա հեռախոսազանգից արդեն գիտեք ով է եւ ինչի համար է զանգել, այսինքն հաճախ զանգող բուժառու է։ Այո, կան։ Ինչ է արվում այս դեպքում, միգուցե խորհրդատվություն հեռախոսով։ Խորհրդատվություն այդպես շատ չի արվում, որովհետև կանչ տալիս են մեկ այլ կանգատով, երբ որ մոտենում ես, արդեն տակից Այլ բան է դուրս գալիս, հիմնականը այդպես խորհրդատվություն չի արվում, որովհետև բուժառուն ինքը կարող է այդ բանից սխալ չներկայացնի, տագնապի մեջ լինի ու սխալ ներկայացնի ու տակից ենթադրեն կարող է սուր ինֆարկտ դուրս գալ, հա։ Այդ առումով շտաբ օգնությունը մեկ մեկնում ենք բրիգադը ու տեղում հասկանում ենք ճիշտ էր կամ ինչ խնդիր ուներ բուժառուն, ինչ հետազոտություններ կան ու առաջի բուժօգնությունը կազմակերպվում է այդ բանին։ Ուզում եմ հասկանալ ներկա պահին բուժառուների վերաբերմունքը շտաբ օգնության աշխատակիցների նկատմամբ ինչպիսին է, որովհետև մենք նախկինում ունեցել ենք դեպքեր եւ տհաճ դեպքեր այնուամենայնիվ։ Հիմա ինչպիսին է։ Կա վերաբերմունքի փոփոխություն։ Միանշանակ կա, երբ որ բուժառուի հարազատը արդեն որ լարված շտաբ օգնություն է կանչում, իրեն համար 1 վայրկյանը մի րոպե է թվում։ Երբ որ գնում ես արդեն կանչ, հիմնականը բոլորն էլ լարված են, սպասում են առաջի բուժօգնությանը, բայց ընթացքում երբ որ արդեն բուժառուին հետազոտում ես շտաբ օգնության մասշտաբով, այսպես ասած, ու առաջինը բուժօգնություն ցուցաբերում ես ու բացատրում ես ինչ խնդիր կա, հանդարտվում են, չէ, խնդիր չկա, դեռ իմ հետ այդպիսի բան չի եղել։ Նախ առաջինը պետքա բացատրենք բուժառուին եւ հարազատներին բուժառուի լրջությունը հիվանդության հետ կապված, թե ինչ միջամտություններ ենք հիմա անելու եւ ինչի ցուցում կա։ Միանշանակ այդ ամեն ինչը պետքա բացատրվի։ Երբ որ չես բացատրում, միանշանակ լարվածությունը կա։ Բժիշկ Սաֆարյան, ես տեղյակ եմ նաև, որ դուք մասնակցել եք առողջապահության առաջնորդության ծրագրին եւ համարվում եք բժիշկ առաջնորդ։ Այս ծրագիրը իրենից ինչ է ներկայացնում։ Հիմա նաև մասնակցում եմ 2 տարի է այդ ծրագիրը, որպես բժիշկ առաջնորդ, առաջնորդությունը միանշանակ գիտենք բոլորս, առաջնորդություն, երբ որ ես ուզում եմ իմ համայնքում ինչ-որ բան փոխել առողջապահության ոլորտում, էլի, բաց տեղերը, թերի տեղերը ես լրացնեմ, այսինքն օրինակ ես հիմա ուսումնասիրելու եմ զարկերակային հիպերտենզիայի ծրագիր ենք ներդնում, այսպես ասած, որ իմ համայնքում ինչն է թերի օրինակ հետազոտված, ինչը կուզեի ավելի ընդլայնել, ավելի խորքային ուսումնասիրություն։ Այո, ես ընտրել եմ զարկերակային հիպերտենզիայի ծրագիրը, հա, այդ եմ ներկայացրել, որովհետև բուժառուներ կան, որոնք որ գալիս են այլ խնդրով, միանշանակ ճնշում չափելու ժամանակ տեսնում ես բարձր զարկերակային հիպերտենզիա, ճնշում եմ տեսնում, այդ պատճառով որոշեցի զարկերակային հիպերտենզիայի ծրագիրը ներդնեմ ու չափեմ մեր համայնքի բնակիչների ճնշումը 18 տարեկանից բարձր, հա, ու նաև կարող եմ ասել, որ հիմա որ ունենք ապահովագրություն, արդեն ընդլայնվում է, կարող եմ բուժառուներին ավելի, այսպես ասած, հետազոտությունների սպեկտրը ավելի լայնացնել եւ այդ բուժառուները ավելի կհսկվեն, այսպես ասած, որովհետեւ այն ժամանակ ենթադրենք, որ այդ ծրագիրը անեինք, դեղորայքի առումով կարող է ես նշանակեի այդ բուժառուին ու ինքը ուղղակի չգներ, բայց հիմա արդեն որ ունենք ապահովագրության շրջանակներում կատարվում է այդ ամեն ինչը ու բուժառուն լինում է առողջ եւ
բժիշկից քո այսպես ասած։ Այդ հետազոտությունը անցկացնելու եք, ասացիք 18 եւ բարձր տարիք Այո, ունեցող այո, բուժառուների շրջանում։ Ինչպես են ընտրվելու բուժառուները։ Հիմնականը ես իմ մոտ գծագրված բնակչությանն եմ անելու ու նաև ես որոշել եմ, այսպես ասած, իմ ուսանողների հետ մեկնել համայնքներ, գյուղեր եւ բուժկետերում ծավալվել, այսպես ասած, Բուժամբուլատորիաներում, այո, հա։ ամբուլատորիաներում եւ բնակիչներ կանչենք ու չափենք զարգերակային ճնշումը ու համ ուսանողների համար, իմ ուսանողների համար լավ կլինի, պրակտիկա կլինի ու նաև կհսկվեն բնակիչները ու կհայտնաբերվեն հետագա պարտություններից միանշանակ կխուսափենք, էլի որոշակի չափով կխուսափենք ինֆարկտ ինսուլտների ռիսկը ու մնացած այլ օրգան համակարգերի ախտարման ռիսկը ավելի քիչ կլինի։ Իսկ որպես մասնագետ երիտասարդացել է զարգերակային կերճնշումով տառապող բուժառուները։ Այո, միանշանակ հիմա զարգերակային ընդհանրապես սիրտանոթային պատահարների ռիսկը շատ երիտասարդացել է ու ունեցել ենք բուժառուներ 30-35 տարեկան, որ ունեցել են սրտամկանի սուր ինֆարկտներ։ Այդ պատճառով ես որոշեցի, որ հետազոտեմ այդ ծրագիրը, հա, այդ ներդնեմ իմ համայնքում եւ բոլոր բնակիչները գոնե 50% եւ ավելին լինեն հսկված։ Այդ էր իմ միակ ցանկությունը, որ ես կարողանայի իմ ազգաբնակչությանը ինչ որ չափով գոնե, այսպես ասած, օգուտ տայի, որ լինեն հսկված բուժառուները, ընդհանուր բնակչությունը հսկված լինի, էլի։ Բացի այս հետազոտությունից, ծրագրին մասնակցությունը եւ ծրագրի ավարտից հետո, հա, որն է լինելու ձեր առաջին քայլը, այսինքն ձեր դերը հասարակության մեջ եւ առողջապահության համակարգում։ Ծրագիրը տանուր ունի 4 ուղղություններ, ընդհանուր ծրագիրը, այսպես ասեմ, որակ եւ հետազոտությունն է, բարելավումն է, որը որ մենք ամեն շաբաթվա մեջ 2 օր մենք ունենում ենք Zoom հանդիպումներ այլ երկրի ընտանեկան բժիշկների հետ, փորձի փոխանակումներ ենք իրականացնում, դեպքերի քննարկումներ ենք իրականացնում եւ Հայաստանի առաջատար մասնագետների հետ ունենում ենք Zoom հանդիպումներ, 2 ժամ Zoom հանդիպումը տևում է եւ ու նաև ունենում ենք ամսական մենտորական հանդիպումներ, մենտորներ ունենք մենք բոլոր բժիշկ առաջնորդները, երբ որ մենտորը գալիս է պոլիկլինիկա եւ քո հետ պացիենտներին, բուժառուներին է նայում ու եթե ինչ որ սխալ կամ, չգիտեմ, ուղղորդման կարիք է լինում, միանշանակ մենտորներն են մեզ ասում, որ սա ավելի այսպես աներ ավելի ճիշտ կլիներ ու նաև 3 ամիսը մեկ ունենում ենք առկա հանդիպումներ ընդհանուր առողջ Հայաստան հիմնադրամի թիմի հետ եւ հենար հիմնադրամի թիմի հետ ունենում ենք առկա հանդիպումներ, 3-օրյա հանդիպումներ են եւ քննարկում ենք ընդհանուր մեր որակի բարելավման նախագծերի մասին, թե ինչ արեցինք, ենթադրենք այդ 3 ամիսների ընթացքում, ինչ ունեցանք առաջընթաց մեր աշխատանքային ոլորտում եւ ընդհանրապես բուժառուների հետ շփվելու ոլորտում եւ այլն տարբեր առաջընթացներ քննարկվում են միանշանակ ու իրենք նոր ուղեցույցերով բացատրում են մինչև հիվանդի մոտենալը ոնց պետքա դիմավորենք բուժառուին, ինչ հարցեր պետքա տանք բուժառուին, բոլորը ամբողջությամբ մանրամասն բացատրվում է։ Այսինքն բժիշկ բուժառուի միջև այդ կապի հետ կապված յուրաքանչյուր հա ամեն մանրամասն նրբորեն, այո, մանրամասն ամեն ինչ քննարկվում է, ամեն ինչ բուժառուին սկսած բարևելուց, ներս հրավիրելուց, մինչև ախտորոշում դնելը, հետազոտությունների ուղարկելը, ամեն ինչ բացատրվում է ու նոր ուղեցույցերով, օրինակներով, ամեն ինչը ինձ շատ անհրաժեշտ էր, որովհետև կարծիք կա, չէ, որ պոլիկլինիկայում ասում են, որ գնացինք հերթի մեջ են կամ բժիշկը էսպես կամ բայց հիմա արդեն մեր պոլիկլինիկայում այդ ամեն ինչը չկա, նախկինում է չի եղել չնայած, բայց կան բուժառուներ, որոնք դժգոհություններ ունեն, բայց միանշանակ հիմա չկա, հիմա ամեն ինչ արվում է բուժառուի առողջության համար,
բուժառուի կոմֆորտի համար, այսպես ասած, ամեն ինչ արվում է։ Այսօր արդեն ըստ ձեզ բժիշկ առաջնորդի եւ ընտանեկան բժշկի միջև տարբերությունը ո՞րն է։ Երևի թե արդեն դուք կտեսնեք այդ տարբերությունը։ Միանշանակ կա, երբ որ մենք հանդիպում ենք այլ երկրի մասնագետների հետ, իրենք ուղեցույցերով, տեսահոլովակներով բացատրում են այդ ամեն ինչը, դու ինչ բան է ներսում լինես, հա, այսպես ասած, այդ պահին, ինչ բան է կողքից տեսնելը, ու երբ որ այդ տեսահոլովակներով մենք տեսնում ենք որն է ճիշտ, իսկ որն է սխալը, միանշանակ դու փոխվում ես ու ուզում ես որ քո բնակիչների համար այդպես սպասարկում արվի ու քո բնակիչները գոհ լինեն միանշանակ ու ես որ պետքա ընտանեկան բժիշկ դառնայի, այսպես ասած, ես միշտ որ իմ դիմաց դրել էի մի հատ խնդիր, որ ես միշտ պետքա հասանելի լինեմ իմ բնակչության համար միշտ, կապ չունի որ ժամին է, ես ուր եմ, իմ հիմա նշանակման թերթիկների վերևը իմ հեռախոսահամարը գրված է ու միշտ իմ բուժառուների համար ես հասանելի եմ։ Այդ հնարավորությունից հաճախ են օգտվում բուժառուները։ Այո, օգտվում են ու միշտ զանգերը կատարում են, միշտ զանգում են, հարցնում են, ես արդեն գիտեմ ով է զանգելու, ինչ խնդրով է զանգում ու միանշանակ դա ճիշտ է, որովհետև ես ունեցել եմ դեպքեր, որ բուժառուս ուներ կրծքավանդակի ցավ ու ինքը զանգեց ինձ, ես ասացի արագ շտապ օգնություն կանչի ու շտապ օգնությունը եկել մեր բրիգադը, հա, եկել էր ու ֆիքսել էին սրտամկանի սուր ինֆարկտ։ Եթե ես մտածում եմ, որ ես չտայի իմ բուժառուին իմ համարը կամ չգիտեմ ինչ որ խնդիր լիներ իմ հետ չկապնվեր կամ չգիտեմ հարևանի խորհրդով ինչ որ տեղ խմեր, ես մտածում եմ որ կորցնեի հիվանդին միանշանակ, բայց երբ որ դու լինում ես հասանելի քո բուժառուների համար, քո բնակիչների համար, միանշանակ այն 50%-ը գոնե դու գիտես ոնց ուղղորդես բուժառուին, եթե այդ բանին դու չես կարող լինել իրեն կողքին։ Այսինքն բժշկի հասանելիությունը կարող է կյանքեր փրկել։ Միանշանակ։ Եվ մեր հաղորդման ավարտին բժիշկ Սաֆարյան կուզենայի որպես արդեն բժիշկ առաջնորդ ձեր կոչը եւ հորդորը հղեիք մեր լսարանին։ Գանգատի դեպքում միանշանակ դիմել բժշկի, եթե ոչ աշխատանքային ժամ է, դիմել շտապ օգնություն միանշանակ ու ինքնաբուժությամբ չզբաղվային։ Ինքնաբուժությունը լավ հետևանքներ չի ունենում միանշանակ, ունենք էլի եմ ասում հիմա ապահովագրություն, ունենք առաջնային պահպանման օղակ, որը պոլիկլինիկ մասշտաբն է, որը իրենց ֆինանսապես ընդհանրապես ծանրաբեռնվածություն չի տալիս։ Պետքա դիմեն պոլիկլինիկա, պետքա դիմեն շտապ օգնություն սուր դեպքերում ու լինեն առողջ այսքանը։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ին իմ հյուրն էր բժիշկ առաջնորդ Գագիկ Սաֆարյանը։ Բժշկին լինենք աչալուրջ, հետևենք նրա խորհուրդներին եւ մնանք առողջ։ Medinfo-ների եթերում։